Digitech-ի սահմաններում հանդիպեցի իմ լավ ընկեր Արմեն Նաջարյանին։ Իհարկե, ճշտում ներկայացնելու կարիք չկա, բայց ես կներկայացնեմ ամեն դեպքում։ Rexus Premium ակումբի համահիմնադիր, Նաջարյան & Friends ընկերության հիմնադիր, իմ լավ ընկեր Արմեն ջան։ Այսօր հանդիպեցինք Digitech-ի շրջանակներում, ու քանի որ բոլորս գիտենք, հիմնականում թվային աշխարհի հիմքը դա ինտերնետն է, ու Like.net ընկերությունը ներկայանալով Digitech-ին, սիրուն տաղավարով որոշեցինք սենց հանդիպենք լավ մտերիմ ընկեր, մի քիչ զրուցենք։ Ուզում հասկանալ առհասարակ ինտերնետը մեր կյանքում, քո գործունեության մեջ ինչ դեր ունի ու չգիտեմ, առհասարակ ինչքանով է նպաստում այսօր թվային աշխարհը մեր առօրյային։ Ինչ կարծիք ունես դու, էլի։ Նախ բարև ձեզ։ Ուրախ եմ Դավիթ ինել քո տաղավարում, Like.net-ի տաղավարում։ Մեր ընկերների մոտ մեկամենք պետք է անպայման լինենք, ներկա լինենք, անկախ ամեն ինչից։ Ինչ վերաբերվում է կոնկրետ հենց ինտերնետի մասին, ճիշտն ասած մի քիչ ես ասում եմ սովետի մարդ եմ, հա, հին մարդ եմ, բայց արդեն պատկերացրել եմ ինտերնետի դերը այնքանով, որ առաջ ասում են 4 տարեր կա, հա, կրակը, ջուրը, օդը, այն մեկը չեմ հիշում, հողը։ Հիմա ոնց որ դարձել է նաև ինտերնետը, անկեղծ ասեմ, հա։ Այս նոր սերունդը ավելի դաժե դրա այդ 5 տարերը կզգա, քան թե մենք, բայց իրականում ինքը դառել է իմ համար արդեն այդ 5-րդ տար, որ միշտ խոսում ենք, առհասարակ բոլորի մոտ հարցը առաջանում է, չէ՞, թե ինչ է ինտերնետը։ Հա, մենք այսօր փորձել ենք սենց ցուցադրական նույնիսկ, ես կարամ սենց կանգնեմ ու մի քիչ սենց ցույց տամ առհասարակ օպտիկա մանրաթելը, էսի օպտիկա մանրաթելի ոնց որ օրինակն է։ Այո, օպտիկա մանրաթելային մալուխները հենց սա է, քանի որ լույս է տալիս։ Ինքը լույս է, հա։ Օպտիկա մանրաթելը ինքը ինչ է, ինֆորմացիան փոխանցվում է լուսային, վարկյանում 320,000 կիլոմետր։ Ինֆորմացիան այս արագությամբ կարող հասնի 320,000 կիլոմետր։ Նաջարյան Friends-ը շատերը լսել են, կեսը չգիտեին էլ, թե ինչա տալի Նաջարյան Friends-ը իր ընկերներին ու առհասարակ ոնց կարող են ընկերանալ, հա, համետ networking-ը։ Հիմա ես ուզում եմ մշակույթ փոխեմ նային առումով Նաջարյան Friends-ով, որ մարդը գովազդի վրա ծախսած գումարը հետ ստանա։ Հետո մենք մշակում ենք խողովակ, թե ինչպես կարելի է այդ գովազդով գեներացնել նաև վաճառքը, ու եթե վաճառքը ստացվում է, այսպես ասած, հետագայում արդեն մենք փորձում ենք այդ խողովակը ավելի մեծացնել, լայնացնել եւ հետագայում անընդհատ նաև աշխատել այդ ուղղությամբ, որ մշտական վաճառք եւ մշտական դրանից գումացած որոշակի, ասենք, գումարներ նաև ինձ։ Այսինքն արդեն փոխադարձի են գնում այդ դեպքում եւ Նաջարյան Friends-ը նաև այդ հետագա վաճառներից նաև ունի իր օգուտը եւ մշտապես արդեն ոնց որ դառնում է որոշակի ընկերության դեսպան։ Հա, հասկացա։